Բարև ձեզ, ես կներկայացնեմ փորձ, որը կապացուցի մթնոլորտային ճնշման գոյությունը։ Այս փորձի համար մեզ հարկավոր է տաք ջուր, սառը ջուր, ձագար, տարար, կափարիչ և կապայիչին ամրեցված բարակ խողովակ։ Հիմա մենք պետք է տաք ջուրը լցնենք տարայի մեջ։ Եվ սպասենք, որ տարան տաքանա։ Սպասեցինք որ ժամանակ, որպեսզի տարան տաքանա։ Հիմա այն դատախում ենք։ Փակում ենք կափարիչը և արագ թեքում սառը ջրի մեջ։ Մթնոլորտային ճնշման հետևանքով սառը ջուրը լցվում է տարայի մեջ, առաջացնելով շատրվանի երևույթ։ Ես հիմա ձեզ կներկայացնեմ շութագրասի բաժակ կոչվող փորձը։ Շութագրասը այս բաժակը ստեղծել է Քրիստոսից առաջ 530 թվականին Սամոսում ջրամատակարարման աշխատանքների ժամանակ, քանի որ գինին պետք է հերիքեր բոլորին և այն մարդիկ, ովքեր շատ են գինին լցնում բաժակի մեջ, բաժակը ամբողջովին դատարկվում էր։ Հիմա ես ցույց կտամ ձեզ այդ պրոցեսը։ Ահա հիմա քիչ եմ լցել ջուրը և չի թափվում, բայց եթե ես ջուրը շատացնեմ, մեր բաժակը ամբողջովին կսկսի դատարկվել։ Այսպես շութագրասը պատժում էր ժլատ մարդկանց, ովքեր ուզում են շատ գինի խմել։ Իսկ գիտեք ինչ սկզբունքով է աշխատում այս փորձը։ Այս փորձն աշխատում է հաղորդակի ծանոթների սկզբունքով։ Ուսումնասիրելով Պասկալի օրենքը մենք հասկացանք, որ հեղուկների վիրազդող ճնշումը հաղորդվում է առանց փոփոխության։ Այդ կարող ենք մենք տեսնել հետևյալ փորձով։ Փորձը կատարելու համար մեզ անհրաժեշտ է 3 ներարկիչ և 2 խողովակ, 2 և 1 ծայրերով։ Այստեղ մենք տեսնում ենք, որ հեղուկների վիրազդող ճնշումը հաղորդվում է առանց փոփոխության։ Հիմա հավասար պահի, լավ։ Հիմա տեսնենք 3 ներարկիչով։ Թեմա և լծակի հավասարակշռության պայմանը մենք պատրաստել ենք փոքրիկ լծակավոր կշեռք, օգտագործելով կախիչ, 2 թղթետիկնիկ և 2 դույլեր։ Այս կշեռքի օգնությամբ տարրական դասարանի երեխաները կարող հասկանան թվերի համեմատությունը։ Օրինակ, մի դույլի մեջ գցենք 5 գնդակ, իսկ մյուսի մեջ գցենք 2։ Այսպես երեխաները կարող են հասկանալ, որ 5-ը մեծ է 2-ից։ Խախտվեց կշեռքի հավասարակշռությունը։ Իսկ հիմա 5-ը մեծ է 4-ից։ 5-ը հավասար է 5-ին։ Լծակը հավասարակշռության պայմանում է, երբ նրա վիրահատող ուժերի բազուկները հակադարձ համեմատական են նրա վիրահատող ուժերին։ Բարև ձեզ։ Այժմ փորձի միջոցով ցույց կտանք գազի ճնշումը ջրի վրա։ Մեզ այս փորձի համար անհրաժեշտ է շիշ, որի վրա նախորդ կարված է անցք, փուչիկ, որը արդեն տեղադրել ենք շշի վրա, շշի փականի վրա ամրացված ձողիկ, նախորդ կարված է արդեն անցք, անցկացնում ենք ձողիկը և իհարկե ջուր։ Այժմ վերցնում ենք շիշը, փչում ենք փուչիկը, և մատով պահում ենք անցքից, որպեսզի օդի ճնշման ազդեցությամբ փուչիկը հետ չփչվի և մեջը լցնում ենք ջուր և փակում ենք։
Հիմա երբ որ ես իմ մատը թողեմ, կտեսնենք ինչպես է օդի գազի ճնշման ազդեցությամբ ջուրը սկսում ցայտաղբյուրի նման դուրս գալ։ Այժմ այս սարքի օգնությամբ կորոշենք ջրում լուծված շաքարավազի խտությունը եւ կոնցենտրացիան։ (37.2 ջերմաստիճան ջրում մասնիկների կոնցենտրացիան 59 է, այսինքն 1 միլիոն մոլեկուլ ջրին բաժին է հասել 59 մասնիկ շաքարավազ)։